Ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հայտարարությունից ուղիղ մեկ շաբաթ անց Հայաստանի վարչապետը հայտարարում է. Հեցի պետականացման պլանը պատրաստ է։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան կարճ գրառմամբ նաև տեղեկացրել է. մեջբերեմ շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։ Թե ինչ ծրագրի մասին է խոսքը, որ գերատեսչությունն է այն մշակել եւ ինչպես է կառավարությունը Կարապետյանից վերցնելու բաշխիչ ցանցերը, վարչապետը ոչ մի մանրամասն չի հայտնել։ Մանրամասներ փորձեցինք ճշտել վարչապետի աշխատակազմից, բայց Նիկոլ Փաշինյանի խոսնակը զանգերին չպատասխանեց։ Կապ հաստատել չհաջողվեց նաև խորհրդարանի իրավասու հանձնաժողովների նախագահների հետ։ Իշխանական խմբակցությունից Հասմիկ Հակոբյանը միայն պարզաբանեց. խոսքը օրենսդրական նախաձեռնության մասին է, որով հեծը կանցնի կառավարությանը։ Նախագիծը դեռևս ֆրակցիայով չի շրջանառվել եւ առաջիկայում քննարկումների արդյունքում կկարողանանք արդեն ունենալ այնպիսի կարծիք, որը կարող է կիսվել նաեւ լրատվամիջոցների հետ, բայց օրինական ճանապարհով գնալ է նշանակում պլանը։ Ֆրակցիայի շատ անդամներ բնականաբար մասնակցություն ունեցել են այդ նախագծի ստեղծմանը եւ բնականաբար առաջիկայում նաեւ ամբողջ ֆրակցիան կունենա դա քննարկելու հնարավորություն, ապա նաեւ կներկայացվի նախագիծ, ինչպես արվում է ցանկացած նախագծի դեպքում։ Հեծը պետականացնելու մասին կառավարության ղեկավարը հայտարարեց, երբ անցած շաբաթ Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը խոսեց եկեղեցու դեմ հարձակումները կանխելու գործում իր հնարավոր մասնակցության մասին։ Նիկոլ Փաշինյանը գրեթե նույն ժամերին Facebook-ում կարծիք էր հայտնել, թե էլեկտրական ցանցերը պետականացնելու պահը հասունացել է։ Մեկ ժամ էլ չանցած Փաշինյանն արդեն պնդել էր, գնալու են հենց այդ ճանապարհով։ Ավելին անգամ հայտարարել, թե ազգային ժողովում այդպիսի նախագիծ է շրջանառվում, ինչն անգամ իր թիմակիցներին էր զարմացրել։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ ազգային ժողովում արդեն կա նախագիծ, օրենքի նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է։ Հեծը ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ։ Ինչի մասին է խոսքը։ Ով էր ասում։ Վարչապետը երեք հայտարարեց, որ նախագիծը շրջանառվում, ինչ նախագիծ։ Ազգային ժողովում հեծը պետականացնելու մասին ճիշտ է, հիշում մեջբերումը, ես ծանոթ չեմ նման նախագծի, ճիշտն ասած։ Միգուցե կառավարությունում է շրջանառվում, միգուցե հա, չգիտեմ։ Չնայած այս թնջուկին անցած շաբաթավերջին ոլորտը համակարգող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը եւս Ազատությանն ասել էր. պետականացման գործընթացից հետ քայլ չեն անելու, բայց կրկին առանց մանրամասնելու, թե որ կառույցն է մշակում Կարապետյանի սեփականությունը վերցնելու ծրագիրը։ Քաղաքացիական օրենսգրքով քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականության պետականացումը կատարվում է օրենքի հիման վրա։ Սեփականության իրավունքը դադարեցնող օրենքն ընդունելու դեպքում դրա հետևանքով սեփականատիրոջը պատճառված վնասները, այդ թվում գույքային արժեքը, հատուցում է պետությունը, իսկ վնասների հատուցման մասին վեճերը լուծում է դատարանը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով կառավարությունը Կարապետյանից բիզնեսը կխլի առանց փոխհատուցելու։ Այս կառավարությունը ենթադրում է, որ այդ փոխհատուցումը չի տրամադրելու, այլ ենթադրենք այլ ենթադրյալ խախտումների դիմաց այսպես հաշվանցում են անելու եւ գումար չտան, ապա դա իր հերթին բավականին լուրջ նոր դատական արբիտրաժային վեճեր է ստեղծելու Հայաստանի կառավարության համար։ Մենք արդեն իսկ նման փորձ ունենք, դրա վառ ապացույցը Զանգեզուրի բրոնզամոլիբդենային կոմբինատը, որի սեփականատերից մեկը Հայաստանի կառավարությանը դատի է տվել եւ հիմա դա արբիտրաժային դատարանում քննարկվում է։ Այս գործընթացն ըստ Պարսյանի ունի բացառապես քաղաքական ու անձնական շարժառիթ, որը մեծ հարված կհասցնի Հայաստանի էներգետիկ համակարգին։ Նշեմ նաեւ, որ հեծը ունի բավական լուրջ ֆինանսական նաեւ պարտավորություններ, կառավարությունը դա պետք է հաշվի առնի։ Հեծի բաժնետոմսերը գրավադրված է մի շարք միջազգային վարկային կազմակերպություններին։ Դրանից բացի անցած տարի հեծը մի քանի անգամ պարտատոմսեր թողարկեց, բացի այդ ներքին մի շարք այլ ֆինանսական պարտավորություններ ունի։ Ես վստահ եմ, որ կառավարությունը խորամուխ չի եղել այս հարցերում, ուղղակի զգացմունքային քաղաքական այսպես փորձում է եղել։ ՔՊԱ-ականները պնդում են, թե հեծի առաջացրած խնդիրներն արդեն մի քանի ամիս է իրենց ուշադրության կենտրոնում են, եւ Սամվել Կարապետյանի հայտարարության հետ այս գործընթացը կապ չունի։ Մինչդեռ նախկինում իշխանականները բաշխից ցանցերի հետևանքով առաջացած խնդիրներից խոսել են, հերքելով լուրերը, թե իրենք ընկերությունը Կարապետյանից խլելու մտադրություն ունեն։